շատ հուզված եւ շատ հպարտ զորահանդեսից հետո մտա Facebook սոցիալական ցանց, որպեսզի տեսնեմ ինչ տրամադրություններ են, ինչ է կատարվում հանրապետությունում ու նախ ասեմ, որ բազմաթիվ նամակներ եմ ստացել եւ ուրախ եմ, որ մեր հասարակությունը եւս նույն հպարտության զգացողությունն ունի, բայց մեկ էլ տեսնում եմ ընդդիմադիրների տարբեր մեկնաբանություններ, որոնք ուղղակի ծիծաղ են առաջացնում ու չէի կարող ձեզ հետ չկիսվել, ուրեմն ամենատարբեր անտրամաբանական քննադատություններն են հնչում եւ ուզում եմ ասել, որ հարգելի ընդդիմադիր գործիչներ, գոնե լավ բաները նկատելով դուք ձեր ընտրողների աչքին չեք գցի ձեր այդ ցածր գոնե վարկանիշը, որովհետեւ լավին լավ, վատին վատ, տեղ որտեղ կարող եք որոշակի քննադատել, օրինակ քննադատեք, բայց 100%-անոց հպարտության զգացողությունը, այս 100%-անոց հաղթանակի զգացողությունը, 100%-անոց այս ինքնիշխանության եւ այս հզորության զգացողությունը չի կարելի ոտնատակ տալ։ Դուք ոտնատակ եք տալիս, օրինակ, չգիտեմ, հայրենական արտադրության զինտեխնիկան, որի մեծ մասը այսօր մի մասը ցուցադրվեց զորահանդեսի ժամանակ։ Իդեպ Հայաստանը այդ մետաղի ջարդոն ձեռք բերող երկրից վերածվել է զինտեխնիկա արտահանող երկրի։ Դուք գիտեք, որ մի քանի երկրից Հայաստանն ունի արդեն պայմանագիր, միլիարդավոր դրամների պայմանագրեր, այլ երկրներին մատակարարելու է զինտեխնիկա, ոչ միայն օգտագործելու է սեփական կարիքների համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հրաշալի առիթով